Բարևձեզ հարգելի ագնտիներ, հայրենիք լրատվական կենտրոնեն գահաղորդենք լուրերը։ Հայաստանի մեջ կայացած խորհրդարանական ընտրություններուն իբրև արդյունք, ընդդիմադիր երկու ուժեր, Հայաստան եւ ուժեղ Հայաստան դաշինքները խորհրդարան անցան, իսկ ընդդիմադիր Բարգավաճ Հայաստան չհաջողեցավ անցնել անցողիկ շեմը, դիրանալով միայն 58378 քվեներով։ Պետք է կարևորությամբ նշել, որ Փաշինյանի գլխավորած քաղաքացիական պայմանագրին ըստացած քվեները բավարար չեղան անոր սահմանադրական մեծամասնություն տալու համար։ Հետևաբար, քաղաքացիական պայմանագիրը բարձ մեծամասնություն պիտի լա ազգային ժողովի մեջ։ Ընդրական կենտրոնական անձնավարին հարաբերած նախնական արդյունքներուն համաձայն, ընտրություններուն պատկերը կբարձե հետևյալ իրավիճակը։ Քաղաքացիական պայմանագիր դիրացավ 727,827 քվեներու, ուժեղ Հայաստան դաշինքը 340,088 քվեներու, Հայաստան դաշինքը 145,113 քվեներու, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 58,378 քվեներու, Հայաստանի ազգային ժողովը ունի 105 աթոռներ, որոնք ըստ ստացված քվեներու առ 100 համեմատության պիտի պաշխվին 4 առ 100-ի անցողիկ շեմը անցած քաղաքական ուժերուն միջև։ Տեղին է նշել, որ խորհրդարանական ընտրությունները հատկանշվեցան ընդդիմության անդամներու ցերպակալություններով, չաբացուցված ընտրակաշառքներու մեղադրանքներով, մինչ իշխող ուժին կողմէ արձանագրված գոբիտ խախտումներուն նկատմամբ իրավաբահ մարմինները ամբողջական անկորձություն ցուցաբերեցին։ Հոյիթ Հայաստանի Գերագույն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան շնորհակալություն հայտնեց Հայաստան դաշինքի աջակցած քաղաքացիներուն։ Անընդգծեց, որ յուրաքանչյուր քվե եւ ցուցաբերված վստահություն կարևոր նշանակություն ունի իրենց համար։ Սաղաթելյան ասավ, որ պիտի շարունակեն քաղաքական գործունեությունն ու պայքարը։ Անդրադառնալով հետաքայլերուն, Սաղաթելյան նշեց, որ հարաճիգային ավելի մանրամասն եւ համապարփակ պիտի անդրադառնան իրենց ծրագրերուն։ Պաշտոնական Մոսկվա առայժմ ոչ մեկ մեկնաբանություն կատարեց Հայաստանի խորհրդարանական ընտրություններուն նախնական արդյունքներուն մասին։ Նախագահ Վլադիմիր Պուտինի պամպեր Դմիտրի Պեսկով հայտարարեց, որ Կրեմլին պիտի սպասի վերջնական արդյունքներուն, վստահեցնելով, որ Մոսկվա ուշադիր կհետևի ընտրություններուն եւ խախտումներու մասին շրջանառվող դեղեցություններուն։ Իսկ արտաքին գործոս նախարարության պամպեր Մարիա Զախարովը հայտարարեց, որ Մոսկվա մտադիր է Երևանի հետ իր ապակա հարաբերությունները կառուցելու Երևանի իշխանություններուն հետագա քայլերուն հիման վրա։ Ընտրություններն առաջ Հայաստան դաշինքի ներկայացուցիչները եւ համագիրներու հոծ բազմությունը Արամ Մանուկյանի արձանին Սուրբ Աննա եկեղեցվո եւ Մատենատարանի հարող դարածներեն երթ մկադարեցին դեպի ազատության հրապարակ, ուր դեղի ունեցավ դաշինքին եզրափակիչ հանրային հավաքը։ Խոսքեր արտասանեցին Հոյիթ Հայաստանի Գերագույն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան, հասարակական գործիչ Արսինե Մինասյան, առաջ կուսակցության նախագահ Սևակ Խաչատրյան, Հայաստան դաշինքի անդամներ Արձվիկ Մինասյան, Քրիստինե Վարդանյան, Աննա Գրիգորյան եւ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյան։ Խոսք առնողները կարևորեցին ընտրություններուն քաղաքացիներուն աշխույժ մասնակցությունը, շեշտելով, որ Հայաստան կգտնվի կարևոր ընտրության թեմ հանդիման։ Հավաքեն յետ կատարվեցավ պայքարի եւ իրազեկման երթ Երևանի կենտրոնական շրջանին մեջ։ Ընդդիմության վրա ճնշումներ բանեցնելու քբեական իշխանություններուն վարկագիծին ձիրի մեջ հուզարգություններ կատարվեցան Հոյիթ Հայաստանի Գերագույն մարմինի նախագահ ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանին եւ Հայաստան դաշինքի աշտարակի նախընտրական գրասենյակի մեջ։
Գերագույն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան նշեց, որ իշխանությունները պիտի չհաջողին կազմալուծել ընդդիմադիր քաղաքական ուժերու նախընտրական աշխատանքները։ Ան խորհուրդ տվավ միջազգային թեթերուն ուշադրություն դարձնելու Հայաստանի մեջ արձանագրվող զարգացումներուն։ Խուզարկություններ կատարվեցան նաև Հայաստան Դաշինքի Գյումրի գրասենյակին եւ Տեխնաձու Արա Նախշկարյանի բնակարանին մեջ։ Ավելի ուշ հաղորդվեցավ, որ ձերբակալված են երկու անձեր ընդրակաշարք տալու եւ ստանալու մեղադրանքներով։ Մյուս կողմը ուժեղ Հայաստան Կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյան երկու ամիսով գալանավորվեցավ բազմաթիվ անձեր նյութապես շահագրգռելու եւ մեծ գումարներու լվացման մեղադրանքով։ Քննչական կոմիտեն մերժեց Նիկոլ Փաշինյանի կողմէ ընդդիմադիրներու հասցեին կատարված սպառնալիքներուն շուրջ քննություն բանալ։ Քննիչին այս որոշումը հաստատվեցավ դատախազին կողմէ։ Փաշինյան գրեթե մոլակարության նոբայով մկորացած էր, թե բոլորը ծունգի պիտի բերեմ, դուք վախկոտ բեռնագիրներ եք, ձեզ պիտի սատկեցնեմ եւ այլ անբացշաճ խոսքեր, որոնց շուրջ քննչական կոմիտեն ոչ մեկ բացատրություն տվավ, թե ինչու վարույթ չի նախաձեռներ, մանավանդ երբ հրաբարագավ Փաշինյան կսպառնար սատկեցնել ընդդիմադիրները։ Ռուսիո ու դեստեղենի ներածման պետական գործակալությունը արգելեց Հայաստանեն գորիզավոր բդուղներու եւ չիրերու, ինչպես նաեւ գետնախնձորի ու սմբուկի ներածումը։ Ռուսական գործակալությունը նաեւ արգել դրավ հայաստանյան այս անձնատություններուն Եվրասիական տնտեսական միության անդամ երկիրներ ռուսական հողերով փոխադրության վրա։ Եղին է նշել, որ արգելված են նաեւ չերմուկի, ծաղիկներու, կոնյակի, ինչպես նաեւ դարբեր բանջարեղեններու Հայաստանեն Ռուսիա ներածումը։ Քբեականներու առողջ զավակներ զերծ կմնան զինվորական բարդատիր ծառայությունեն, բայց գշարունակեն իրենց մարզական ասպարեզը։ Քաղաքացիական պայմանագրի վարչության անդամ Քնել Սանոսյանի զավակը Գոր Սանոսյան 2 տարի առաջ առողջական պատճառներով ազատ գացուցված է զինվորական բարդատիր ծառայությունեն, բայց արհեստավարժ ֆուտբոլիստ է եւ ներկայիս Արարատ 2 խումբին մարզիկներն է։ Իբրև թե առողջական խնդիրներու պատճառով զինվորական բարդատիր ծառայությունեն ազատ գացուցված է նաեւ քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Լուսինե Բադալյանի զավակը Սամվել Գևորգյան, որ սակայն բասկետբոլիստ է, մինչև 20 տարեկան Հայաստանի ազգային հավաքականին եւ Հադիս խումբին մեջ։ Իսկ զինք բարդատրող հարցումը այն է, թե ինչպես կարելի է առողջական խնդիրներ ունենալով հանդերձ ֆուտբոլ եւ բասկետբոլ խաղալ, բայց հնարավոր չէ նույնիսկ սահմանապահումներով զինվորական ծառայություն կատարել։ Թուրքիո Գարս քաղաքին մեջ կայացավ թուրք եւ հայ գործարարներու միջև հանդիպումը, որուն ընթացքին քննարկվեցավ համագործակցության հերանեկարները։ Հանդիպումը կազմակերպված էր Գարսի արևդուրի եւ արդյունաբերության բալադին կողմէ, Հայաստանի եւ Թուրքիո արտաքին գործոս նախարարություններուն, ինչպես նաեւ Թուրքիո արևդուրի բալադին եւ Աբրանքներու Սագարանի միության աջակցությամբ։ Ադրբեջանի արտաքին գործոս նախարարության պամպեր Այհան Հաջիզադե հերքեց այն դեղեցությունները, թե Իսրայել օգտագործած է Ադրբեջանի տարածքը Իրանի դեմ պատերազմին ընթացքին։ Ամերիկյան CNN լրատու աղբյուրը իր դեղեցությունները քաղելով 4 աղբյուրներ է հաղորդած էր, որ Իսրայել քաղաքնորեն զինվորական եւ հետախուզական ընդրանի ստորաբաժանումներ տեղակայած է Ադրբեջանի հարավային շրջանին մեջ, Իրանյան Թավրիզ քաղաքեն ընդամենը մոտավորապես 96 կիլոմետր հեռավորության վրա։ Այդ ուժերը կատարած են հետախուզական առաքելություններ հյուսիսային Իրանը իր հսկողության տակ բահելու համար։ Հարգելի ակնթիրներ, այսօրվան համար այսքան։
Գալ շաբաթ նոր հաղորդմամբ կհանդիպինք։ Ցտեսություն։